ամսավորողները։ Պարոն Ռուբինյան, հայ-թուրքական հարաբերություններից ինչ-որ նորություն կա։ Դուք վերջին ամիսներին նորությունները արդեն իսկ լսել եք, շատ կարևոր իրադարձություններ են իրական տեղի ունեցել, բայց ուղղակի մեր ներքաղաքական թոուբոյի մեջ բավարար ուշադրություն չի դարձվել։ Նախ ուղիղ առևտուրը դարձավ հնարավոր Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Ես նաեւ բացատրեմ, եթե հետաքրքիր չի մասնախոսքը։ Մինչ այս Հայաստանի եւ Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ առևտուր հնարավոր չէր։ Այսինքն, օրինակ, եթե մարդ Հայաստանից Թուրքիա բան արտահանում կամ Թուրքիայից Հայաստան բան ներմուծում, այդ ապրանքները, գնում էին Վրաստան, մաքսային ընթացակարգերով անցնում էին, հետո վերաձևակերպում էին, գալիս էին Հայաստան։ Հիմա տեսականորեն Հայաստանից Թուրքիա կամ Թուրքիայից Հայաստան ապրանք ներմուծելու դեպքում արդեն ուղիղ նշվում է Թուրքիայից, ասենք, վերջնակետը Հայաստան կամ Հայաստանի վերջնակետը Թուրքիա, եւ սա ահռելի պարզեցում կլինի առևտրի համար եւ հեշտացում եւ արագացում։ Բացի դրանից, գիտեք, որ Հայաստանի համար հնարավոր դարձավ օգտագործել կարս ախալքալակ կամ ախալքալակ կարս երկաթգիծը, ինչը մենք ոչ մի բան, բայց համապատասխան տնտեսվարողները, այսինքն արդեն հնարավորություն կունենան այդ երկաթգիծը օգտագործել եւ երկկողմ առևտրի համար եւ տրանզիտի համար, որպեսզի հասկանաք սրա կարեւորությունը։ Օրինակ, մինչեւ կես տարի առաջ Հայաստանից երկաթգծով որևէ տեղ, աշխարհում որևէ տեղ հնարավոր է բան տանել միայն մեկ վայր՝ Վրաստան։ Այսինքն, Թբիլիսի կամ Փոթի ամենահեռուն Փոթին էր, որ երկաթգծով Երևանից Հայաստանից հնարավոր էր տանել։ Ինչ տեղի ունեցավ վերջին կես տարվա մեջ։ Նախ Հայաստանի համար բացվեց երկաթգիծը Ադրբեջանի տարածքով, եւ այսինքն հնարավոր դարձավ արդեն ոչ միայն Փոթի բան տանել, այլ Վրաստանով եւ հետո Ադրբեջանով բաներ տանել եւ բերել Ռուսաստան եւ պատկերացրեցիք, չէ, ամբողջ արևելք, Ռուսաստանից ասենք Միջին Ասիա, Չինաստան եւ այսպես շարունակ։ Հիմա ինչ տեղի ունեցավ ախալքալակ կարս երկաթգծի Հայաստանի համար ապա բլոկավորումով։ Արդեն մենք կարող ենք բաներ տանել Եվրոպա, ամբողջ Եվրոպա, տանել եւ բերել։ Եվ բացի դրանից, եթե չեմ սխալվում, նաեւ Սիրիա, որտեղ երկաթգծով Սիրիայի հետ էլ կապ կա։ Հասկանում եք, չէ՞, Հայաստանը կես տարի առաջ երկաթգծային փակուղի էր, բառից բուն իմաստով փակուղի էր։ Հիմա ամբողջ աշխարհը մեր համար բաց է, իհարկե դեռ Վրաստանի տարածքով միջնորդավորված, եւ մենք աշխատում ենք, որպեսզի ուղիղ դա լինի։ Հարցրեցիք, չէ, ոչ թե վերջ Ժորժ ջան, ես վերջին օրերին եմ ես լուրերով կարդացել, որ հերթական խմբականակը որոշակի ապրանքների Ռուսաստանից մտել է Հայաստան, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով երկաթգծով։ Դուք հարցրեցիք, արդյոք օգտվում են կարս ախալքալակից, ապա շրջափակումը նոր է եղել, այսինքն մի քանի օր առաջ է եղել եւ ենթադրում եմ, որ դեռ ոչ, բայց չեմ էլ ճշտել, պետքա ճշտել։ Պարոն Ռուբինյան, իսկ երբ որ պատրաստ լինի արդեն Գյումրու հատվածը, կբացվի, թե ամեն դեպքում քաղաքական որոշումը դրա դեռ հստակ պատրաստ չի։ Այսինքն այստեղ սարքել, բայց երբ որ պատրաստ լինի բացումը կլինի, օրինակ դե Մարգարան սարքեց Հայաստանը, բայց դե տեսեք, Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես պայմանավորվել են, որ, չգիտեմ ով ա միացրել, լավ կանեք, որ անջատ էր։ Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես հայտարարել են, որ ստեղծում են աշխատանքային խումբ, այդ աշխատանքային խումբը ստեղծված է հանդիպումը անցկացրել վերջերս Կարսում։ Նոր բան չէ, էլի լուրերում ինչ որ տեսել եք, դա որի նպատակն է, պաշտոնապես հայտարարված նպատակն է քննարկել այն տեխնիկական պարամետրերը, որոնք անհրաժեշտ են Գյումրի կարս երկաթգծի վերականգնման եւ վերագործարկման համար։ Եվ հետեւաբար Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես հայտարարել են, որ նպատակը այդ երկաթգծի վերագործարկումն է։ Եվ հետեւաբար մենք անկալում ենք, որ այդ երկաթգիծը պետք է հնարավորինս արագ վերագործարկել։ Նույնն էլ դրան է վերաբերվում եւ մենք ակնկալում ենք, որ բոլոր պայմանավորվածությունները պետք է իրագործվեն, բայց ես կրկին պետք է շեշտեմ, որ վերջին ամիսներին երկու շատ կարևոր բան է տեղի ունեցել, որի մասին ձեզ պատմեցի եւ դա պետք է գնահատել։ Պարոն Ռուբինյան, իսկ եւ վերջին հարցը։ Ձեզ համար բացատրությունը կամ պատճառը հասկանալի է, ի վերջո Թուրքիան
շատ բան հասկանալի է, պայմանավորվածությունները կան, բայց ի վերջո ինչու չի կատարում առնվազն այդ երրորդ երկրների համար սահմանը բացելու առաջին պայմանավորվածությունը։ Չգիտեմ, ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունը կիրագործվի եւ ես նաեւ կարծում եմ, որ նման քայլերը, ինչպիսիք էին ուղիղ առևտրի մեկնարկը ախալքալակ կարս երկաթգծի ապա շրջափակումը Հայաստանի համար շատ կարևոր քայլեր են եւ մենք գնահատում ենք այդ քայլերը եւ կարծում ենք, որ նման քայլերը պետք է շարունակվեն եւ նրանք կշարունակվեն։ Շնորհակալություն։